Մենակիցներ Յուպիտերը ցուլի կենթանակերպում։ Ինչպես գիտեք, ցուլի կենթանակերպը դա ֆինանսներն են։ Այո, մարդկանց հնարավորություն այդ կենթանակերպի այդ ազդեցության տակ ծնված մարդիկ կարող են վաստակել մեծ գումարներ, եթե Յուպիտերը անհատական քարտեզում լարված չէ։ Դա ֆինանսական ոլորտն է, չնայած բանկերը կարիճի ազդեցության տակ են, բայց շատ իմ հաշվարկներում, իմ խորհրդատվությունների ժամանակ ես հանդիպել եմ շատ ֆինանսիստների, նաև գյուղական վայրերում կամ առհասարակ գյուղական վայրերը նշում են, որտեղ գյուղատնտեսությունը, այո, նրանք կարող են զբաղվել կենթանաբուծությամբ, կարող են զբաղվել արգեգործությամբ, բերք կարող են հավաքել, եթե Յուպիտերը դրական է դիրքավորված լինում, ինչ ցանում են, այն էլ հնձում են եւ մի քանի անգամ ավել են հնձում, այո, նրանք կարծես ունեն հոտառություն այդ գումարը վաստակելու, այդ վայրը գտնելու, իրենք գիտեն որտեղից կարող են ստանալ այդ գումարը, կարող են քաղցր ուտել, սիրում են քաղցրավենիքներ, եթե Յուպիտերը Վեներան, եթե գտնում են այդտեղ, իրենք գտնում են անբարենպաստ դիրքավորումների տակ, ուղղակի անկշռություն կարող է առաջացնել անդադ փողի հետ կապված, ֆինանսի հետ կապված այդ իրավիճակները իրենց հանգիստ չեն տա եւ հնարավոր է ուտեն շատ քաղցր։ Իսկ հրուշակագործների համար բնականաբար լավագույն կենթանակերպերից մեկն է, այդտեղ կոնֆետներ, նվերներ, այո, նվերները նաև կշեռքն են, բայց այստեղ կարող են լինել զարդեր, իհարկե ցուլը դա արծաթյա զարդերն են, կամ ուղղակի որևէ մի բրենդ, որը ճանաչված է, այո, չնայած բրենդը Սատուրն է, բայց Յուպիտերը ցուլի կենթանակերպում ես հանդիպել եմ, այո, այդ գործունեությունը ծավալող, բավականին ճանաչված եւ հաջողակ մարդկանց Յուպիտերը ցուլի կենթանակերպում, Վեներան ցուլի կենթանակերպում եւ Յուպիտերը ցուլի կենթանակերպում։ Իհարկե, սիրո հետ կապված հարցերում, եթե նրանք հաջողակ չեն կարողանում գտնել իրենց երկրորդ կեսին, կարող է տալ շատակերություն, դրա հետ կապված նաեւ գիրություն։ Մի քիչ զգուշ եղեք, որովհետեւ մի քանի անգամ ես նշել եմ, երբ որ սիրո այդ էնդորֆին հորմոնը նրանք չեն կարողանում ստանալ բնական ճանապարհով, ապա դա արվում է առօրյա կենցաղում կամ կյանքում Յուպիտերի եւ Վեներայի դիրքի չարաշահում, նրանք կարող են դառնալ շոփագոլիկներ, գնան ուղղակի վատնեն գումարը, գնեն հագուստներ, բերեն տուն ու արդեն փոշմանած լինեն, որովհետեւ այդ պահի հաճույքը բավարարեցին, իսկ հետո էլի հաճույք չկա։ Եվ քանի որ ցուլի կենթանակերպը դա հոգն է, այո, լավագույն քանդակագործները կարող են լինել